Բարև ձեզ, պարոն Չախալյան, կհիշեցնեք ինչի համար եք այստեղ, ձեր պայքարի մասին կհիշեցնեք։ Բարև ձեզ, շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն 2024 թվականի հոկտեմբերի 16-ից սկսած մենք նստածույց հայտարարեցինք ուրեմն գերիների վերադարձի պահանջով պայմանավորված ասեմ անպայման COP29-ով Բաքվում, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, այն ժամանակ դեռևս անցկացվելիք COP29-ով, հիշեցեմ որ նոյեմբերին էր պետք է տեղ ունենար 24 թվականին։ Մենք որոշեցինք նստածույց սկսել, որպեսզի բարձրաձայնենք գերիների հարցով զբաղվելու կարևորությունը, նաև ինչ-որ մի կերպով ճնշում գործադրեք օրվա իշխանությունների վրա, այն ժամանակ գիշեք խոսակցություններ կար անգամ, որ իրենք պետք է Բաքու գնան, մասնակցեն, ինչ-որ մի ձևով ճնշում գործադրենք, որպեսզի այդ մասնակցությունը հենց այնպես չանցնի եւ գոնե կարողանանք օգտակար լինենք մեր գերիների վերադարձի հարցով։ Հետո մենք հիշում ենք, արդեն չգնացին, գերիների հարցեր մնացել պես կապված, ուրեմն ամեն դեպքում մենք COP29-ից հետո որոշեցինք շարունակենք անժամկետ, ամեն 5 շաբթի օրերը, կառավարության նիստի օրերին մենք գալիս ենք այստեղ, որպեսզի գոնե որպեսզի հիշեցնենք այս իշխանություններին, որ գերի կա, գերի գոյություն ունի։ Պարոն Չախալյան, բայց այսօրվա իշխանությունները ասում են, մենք գերիների համար քայլեր անում ենք, նրանց բերելու համար քայլեր անում ենք, բայց դա չենք հանրայնացնում, որ չվնասենք իրեն։ Ինչ է կարծում, ինչ քայլեր են անում։ Ասած, այսպես ասել, մենք չենք հավատում այս իշխանությունների այդ խոսքերին, նրանք ընդամենը հերթապար խոսքերին, հերթապար նախադասություններ, ոչ իման չասող իրենց։ Մենք տեսանք, որ օրինակ Նիկոլը որ առաջարկեց Իլամին սուշ խմել, սուշ խմելու Իլամը գնաց սուշ խմելու։ Այսպես ասեմ, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի հարաբերությունները այդքան էլ վատ չեն։ Եվ մենք կարծում ենք, որ եթե իշխանությունները ցանկանան, այնպես չի որ այդպես չի էլ եղել։ Մի քանի անգամ իրենք ցանկացել են, անգամ նախընտրական նվեր են ստացել, այսպես ասած, ճակերտներով գերիների վերադարձ, հա։ Մենք վստահ ենք, որ այս իշխանությունները եթե ցանկանան, միգուցե բոլորին չկարողանան։ Միգուցե բոլորին չկարողանան։ Բայց վստահաբար կարողանան վերադարձ կազմակերպել։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Մենք ունենք անհետ կորածների, այսպես ասած, ահռելի բանակ։ Իրենց ուղղությամբ էլ է աշխատանք պետք տանել։ Մենք վստահ ենք, որ այդ ցուցակի մեջ եղած մարդկանցից շատերը դեռևս ողջ են, կենդանի են եւ գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Եվ այս մասի ես միշտ բարձրանում եմ, ուզում եմ եւս մեկ անգամ նշեմ, գերի լինել առանց դրա շատ ծանր կարգավիճակ է, գերու կարգավիճակ է։ Առավել եւս Ադրբեջանի ձեռքում, ադրբեջանցիների ձեռքում։ Բայց առավել ծանր է, երբ որ մարդիկ գերության մեջ են, բայց այդ մասին ոչ մեկ չգիտի, ոչ իրենց հարազատները գիտեն, ոչ իրենց պետությունը գիտի, ոչ իրենց պետության քաղաքացիները գիտեն, ոչ միջազգային հանրությունը գիտի, ոչ մեկ չգիտի այդ մասին։ Իրենց վիճակը ավելի ծանր է։ Դու պատկերացնում ես այդ մարդկանց երբ ուզենան կարող են սպանել եւ չունենանք մենք, որ այդ մարդիկ իրենց մոտ են եղել, գերության մեջ են եղել, հա, եւ գերության մեջ սպանվել են։ Եվ այսպես հազար ու մի բան։ Մեր իշխանությունները պարտավոր են այս հարցով էլ, ոչ միայն իշխանությունները, սա էլ ասեմ։ Մենք հայությունները, ես ինքս պարտավոր եմ ինձ զգում, հիմա այսքանն եմ կարողանում անում, այսքանն եմ անում, իմ ընկերները այսքանն են կարողանում անել, այսքանն են կարողանում։ Իսկ մենք բոլորս պարտավոր ենք այս հարցերով զբաղվենք։ Իսկ այսօր որևէ մեկին հանդիպել եք 5 շաբթի օրը կառավարության նիստ կար։ Հանդիպել ասած էստեղից փախ մտնում դուրս գալիս են, եթե դա հանդիպում է, այդպես հանդիպել ենք, բայց որպես որ մեզ մոդենան, մեզ հարցնեն, չէ, մեզ ցավոտ բան եմ ուզում ասեմ, բայց անգամ այն դիմատինները, որ ասում դառնում են, այս չեն մոդենում։ Ինչի մասին է դա խոսում, ինչու չեն մոտենում։ Նրանք էլ հետաքրքրված չեն։ Հա, գիտեք, մինչև իմ Հայաստան գալը ասում էին, որ ես բոբո եմ, մարդ կարող եմ մարդու դեմ գնել եկել, ես բարդ եմ ասում։ Կարող է ասում շտաբավորվել, լավ, որ ես բան չգիտեմ։ Իրանց պետք է հարցնել, բայց ամեն դեպքում այդ արադավոր երևույթին մենք հանդիպել ենք։ Տեսեք, մենք շատ անգամ բողոքում ենք, որ քաղաքացիներն ասում են անդարբեր են։ Ես չեմ արդարացնում քաղաքացիների անդարբերությունը, բայց մյուս կողմից էլ երբ որ քաղաքական վերնախավն է անդարբեր,
որ մենք հիշում ենք Ռուբեն Վարդանյանի որ նստած բան հացադուլ արեց մի պա բռնկվեց բոլորը գեյների կոնկրետ գեյներ չէ Ռուբեն Վարդանյանի խնդրում էին որ ազատություն ու եկան ու գնացին մոտս այնպեսի տպավորություն է որ գեյներին ազատ են արձակել ես տեղյակ չեմ մենք տեղյակ չենք էլի այն մնացած պայքարող մասը տեղյակը գնացտում մենք տեղյակ չենք մնացել ենք այստեղ բարձր կես դադակ կես ցավով այս խնդիրը կա անտարբերության բայց դե հիմա դրականից խոսենք կարևորը բարեզիս կարևորը գալիս ենք մասնակցում ենք ամեն դեպքում գիտեք գոնե մենք մեր մասով նոր արևիտակ նստած էի ընկերները խնդրեցին որ կամ էսկոմ ասում եմ դու քեզ տանջում ես առավոտել ընկերներից մեկը հարցնում ում համար ենք անում մենք մեր համար ենք անում անգես մենք մեր համար ենք անում չեմ ասում մեզ գործ ենք անում չէ բայց գոնե ինչ որ մի փոքրիկ ներդրում ենք ունենում այդ մարդկանց տանջակը չենք կարող թեթևացնել իրականում չենք կարող թեթևացնել բայց գոնե որ բարձրաձայնում ենք բնականաբար գիտեք տարբեր միջազգային պատվիրակություններ են գալիս գնում ճիշտ է շատ անգամ մեզ էստեղից ձերբակալում հեռացնում են որ չտեսնեն բայց որոշ անգամներն էլ չեն ձերբակալում ասենք տեսնում են բարձրաձայնում ենք դե վերջը ադրբեջանական հատուկ ծառայությունները մեծ դիտարկում են անցկացնում այս տարածքում մեծ դիտարկում սա ես համոզված ասում եմ տեսնում են որ այդ հարցը կա բարձրաձայնում են խոսում են այնպես չի որ բոլորի համար միևնույն է չեմ ասում մելի եմ ասում մեզ բան չի բայց գոնե այս փոքր բանը այս փոքր փեշուկը որ մենք կարողանում ենք մեր կողմից ներդնենք մենք դա անում ենք ու անելու ենք վստահաբար անելու ենք ինձ հարցնում են երբ ենք դադարեցնելու երբ որ այս իշխանությունները չեն լինի ասենք ազգային իշխանություններ կլինեն երբ որ արդեն կարիք չի լինի ինչ որ գեյների հարցով բարձրաձայնելու ակցիաներ անել այլ այսպես ասած այլ անելիքներ կունենանք մենք որպես սրդացավ քաղաքացիներ որպես գեյների հարցով մտահոգ քաղաքացիներ այլ անելիք կունենանք այն ժամանակ բնականաբար սա կդադարեցնենք եւ կզբաղվենք այդ անելիքով իսկ մինչեւ այդ մենք սա շարունակելու ենք